Ռուս մաթեմատիկոս, հրապարակախոս եւ պուտինյան ռեժիմի քննադատ Միխայել Վերբիցկին Հայաստան էր եկել համակուրսեցիների հետ հանդիպելու եւ սեմինարներ անցկացնելու համար, սակայն 2 օր է անազատության մեջ է, ձերբակալվել է ժամանելուն պես հենց Զվարթնոց օդանավակայանում։ Նա շուրջ 10 տարի է ինչ ապրում էր Ռուսաստանից դուրս եւ Միացյալ Արաբական Էմիրություններից Հայաստան ժամանելիս 3 առավոտյան ժամը 11-ին ձերբակալվել է միջազգային հետախուզման Ռուսաստանի կողմից տրված միջազգային հետախուզման պատճառով Հարվարդի համալսարանում դոկտորի կոչում ստացած եւ միջազգային համալսարաններում դասավանդող 56-ամյա Վերբիցկուն Ռուսաստանը որոնում է 2025 թվականից։ Նրա պաշտպան Վաչե Սիմոնյանը պատմեց Հայաստանի սահմանն անցնելիս են Վերբիցկիին հայտնել, որ ռուս իրավապահները նրա դեմ գործ են հարուցել ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչերի, ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով եւ հետախուզում հայտարարել։ Գիտնականն ակտիվորեն քննադատում է Պուտինյան ռեժիմն ու Ուկրաինայի դեմ արդեն 4-րդ տարին շարունակվող պատերազմը։ Չենք անդրադարձել կոնկրետ որ հրապարակմանն է, մենք դրան կգանք, միգուցե ինքն էլ չիմանա որ կոնկրետ ինչ որ հրապարակմանն է, մենք դրան կհասնենք, բայց դե կարծում եմ որ հրապարակման հենց այդ առիթը կարևոր չէ, իր ընդհանրապես հրապարակային եւ ընդդիմադիր կեցվածքը կապել է, էլի։ Հայաստանի գլխավոր դատախազությունը չի մանրամասնում, ռուս գործընկերներից ստացել են արդեն փաստաթղթերն ու ինչ որոշում են պատրաստվում կայացնել, արտահանձնել գիտնականին թե ազատ արձակել։ Ազատությունն այսօր հարցում է ուղարկել դատախազություն։ Հաշվի առնելով որ համանման հոդված կա նաեւ Հայաստանում, այսինքն նույն դեպքը քրեականացված է նաեւ Հայաստանի Հանրապետությունում, ամենայն հավանականությամբ, եթե ստանա դա, Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմի մինչև 40 օր կալանք խափան միջոց կամ հարկադրանքի միջոց կիրառելու իր նկատմամբ եւ արդեն այդ 40 օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը պարտավոր է տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստերը վերջինիս եւ էքստրադիցիայի պահանջը եթե տրամադրել։ Սիմոնյանի խոսքով Հայաստանն ու ԱՊՀ երկրները նման դեպքերում աշխատում են Քիշնևի կոնվենցիայի շրջանակում, ըստ որի կողմերը պարտավոր են օգնել միմյանց մեղադրյալներին փոխանակելու հարցերում։ Ըստ այդմ Վերբիցկիի ձերբակալությունից հետո 72 ժամվա ընթացքում գլխավոր դատախազությունը պետք է Ռուսաստանից ստանա նրան առաջադրված մեղադրանքի մանրամասները ու դրանից հետո արդեն քննարկի արտահանձնման պահանջը։ Քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքը ասում է, եթե 72 ժամվա ընթացքում ձերբակալումից հետո ի հայտ են եկել հանձնումը բացառող հանգամանքներ, ապա իրավասու մարմինը այս դեպքում գլխավոր դատախազը կարող է որոշում կայացնել նրան ազատ արձակել։ Որոնք են այդ դեպքերը նայեն, որ իմ խորին համոզմամբ, ինչպես նաև ես զրուցել եմ Միխայել Վերբիցկիի հետ եւ նրա հավաստիացումներով, այս քրեական հետապնդումը մեծամասամբ պայմանավորված է նրա քաղաքական եւ ընդդիմադիր հայացքներով։ Քիշնևի կոնվենցիան արգելում է քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, իսկ Վերբիցկիի կյանքին ու առողջությանը ըստ փաստաբանի Ռուսաստանում վտանգ է սպառնում։ Ընդդիմադիր կեցվածքից հայտնվելով Ռուսաստանում եւ ռուսական քրեակատարողական միջավայրում նրա կյանքին առողջությանը կարող է սպառնալ վտանգ։ Եվ այդ դեպքում նույնպես Հայաստանի Հանրապետությունը բացառում է էքստրադիցիան։ Եթե անգամ Երևանը որոշի գիտնականին չարտահանձնել Ռուսաստանի իշխանություններին, նա չի կարողանա դուրս գալ Հայաստանից, քանի դեռ սահմանային համակարգում նրա անվան դիմաց նշված է հետախուզվում է նշումը։ Փաստաբան Սիմոնյանն ասում է, սա խնդիր է, որը Հայաստանը կարող է շտկել փոփոխելով օրենքը։ Ռուս գիտնականի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Անի Չատինյանն ավելի հեռուն է գնում։ Պնդում է Հայաստանը պետք է դուրս գա դեռ 2002 թվականին ԱՊՀ երկրների միջև ստորագրված այս կոնվենցիայից։ ԱՊՀ երկրների շրջանակներում ստանձնած այս պարտավորությունների համատեքստում Հայաստանը ավտոմատ տեսնում է այն անձանց տվյալները, ովքեր ցանկանում են մուտք գործել Հայաստան եւ իրենց քաղաքացիության երկրում ունեն հետախուզում, ապա ձերբակալվում են։ Չատինյանն ընդգծում է, Ռուսաստանի իրավապահների կողմից հետապնդվողները Հայաստանն անվտանգ են համարում, սակայն Երևանում հայտնվելով կանգնում են իրավական խնդիրների առջև։